Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ավարտել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ իրավապահների, մեղադրվող անձիկ ամիսներ շարունակ տարբեր անձանց իրացրել են կեղծ դրոշմանիշներ, շրջանառության մեջ դնելով տասնյակ հազարավոր և 100.000 դրամանոց թղթադրամներ։ Ինչ եղանակով են իրացվել կեղծ թղթադրամները, ինչպես է գործել խումբը, ներկայացնում է հենց գործը քննող քննիչը։ 100.000-ավոր կեղծ թղթադրամներ, տասնյակ դրվագներ և խարդախությամբ հափշտակված խոշոր գումարներ։ Իրավապահների բացահայտման կենտրոնում հայտնված քրեական այս գործը բացահայտում է, թե ինչպես է մի խումբ անձինք ամիսներ շարունակ շրջանառության մեջ դրել կեղծ արժույթ, վնաս պատճառելով քաղաքացիներին։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կեղծ թղթադրամների իրացման և խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 2025 թվականի դեկտեմբերի 24-ին քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից քննչական կոմիտեի ՀԿԳ, ՔԳՎ, ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունը ստացվել ՄՀ-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց կողմից կեղծ թղթադրամներ և խարդախություն կատարելու վերաբերյալ նախաձեռնված 9 քրեական վարույթներ, որոնց հետագա նախաքննության իրականացումը հանձնարարվել է ինձ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթները միացնել և նախաքննության հետագա կատարումը իրականացնել մեկ քրեական վարույթի շրջանակներում։ Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը գործել է իր 3 ծանոթների հետ։ Նախնական համաձայնությամբ և խմբի կազմում 2025 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել են կեղծ թղթադրամները։ Ըստ նախաքննության շրջանառության մեջ են դրվել 1 հատ 100.000 դրամ անվանական արժեքով, 20 հատ 50.000 դրամանոց, 1 հատ 20.000 դրամանոց և 5 հատ 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ։ Նախաքննության ընթացքում կատարված մի շարք վարույթային և քննչական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել պարզել խմբի մյուս անդամների տվյալները և վերջիններիս առնչակցությունը հանցանքների կատարմանը։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ ապացույցների համակցության արդյունքում հնարավոր է եղել հանրային քրեական հետապնդումներ հարուցել քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված 4 անձանց նկատմամբ այն բանի համար, որ վերջիններս քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք են բերել կեղծ թղթադրամներ 10.000 20.000, 50.000, 100.000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու և խարդախություն կատարելու, խոշոր չափերով խարդախություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ 2025 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում իրացրել են տարբեր անձանց, որի արդյունքում խարդախությամբ հափշտակել են 1.149.860 դրամի գույք և ստացված արդեն մանր դրամ է։ Իրավապահների գնահատմամբ հանցավոր գործողություններն իրականացվել են 29 առանձին դրվագներով, ինչի կապակցությամբ նշված 4 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նախաքննության ընթացքում մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուս 2 մեղադրյալների նկատմամբ վարչական հսկողությունը։ Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է հսկող դատախազին, հետագա դատավարական ընթացքը ապահովելու նպատակով։ Տարիներ շարունակ գործող հանցավոր կազմակերպություն, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, մաքսանենգության կասկածվող սխեմաներ, համացանցի միջոցով իրականացվող իրացում և միջազգային հետախուզում։ Քննչական մարմնի իրականացրած մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր գործունեության նոր դրվագներ, իսկ գործով մեղադրվող անձանցից մեկի մասով նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է։ Ինչպես էր գործում կազմակերպված խումբը, ինչ մեթոդներով էին իրացվում թմրամիջոցները և ինչ է բացահայտվել քննության
արդյունքում։ Տարիներ շարունակ գործող հստակ դերաբաշխմամբ եւ նախապես մշակված մեխանիզմներով առաջնորդվող հանցավոր կազմակերպություն։ Իրավապահները իրականացրած երկարատև եւ ծավալուն քննության արդյունքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման բազմաթիվ դրվագներ։ Քրեական վարույթի տվյալներով կազմակերպության անդամները դեռևս 2020 թվականից զբաղվել են տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ խմբավորման գործունեությունը եղել է համակարգված։ Յուրաքանչյուր անդամ ունեցել է իր հստակ գործառույթը, իսկ գործողությունները նախապես պլանավորվել եւ համակարգվել են։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարկոս Տրաֆիկինգի անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմովաց եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործների քննության վարչությունում կատարված մեծածավալ քննչական եւ ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպքեր։ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը հանցավոր կազմակերպության այլ մասնակիցների հետ միասին զբաղվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, միմյանց միջև կատարել են հստակ դերաբաշխումներ եւ պլանավորել յուրաքանչյուրի գործողությունը։ Ըստ նախաքննության կազմակերպության մասնակիցները ոչ միայն մաքսանենգ ճանապարհով Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այլև դրանց մի մասը Հայաստանի տարածքով տարանցիկ ուղարկել են արտերկիր։ Հայաստանի ներքին շուկայում իրացման համար նախատեսված թմրամիջոցները վաճառել են տարբեր եղանակներով։ Հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել են արտերկրից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրացման նպատակով նախատեսված թմրամիջոցները իրացել են ինչպես արձերն, այնպես էլ համացանցի միջոցով։ Հանցավոր մեխանիզմը գործել է այնպիսի եղանակով, որը թույլ է տվել վաճառողներին խուսափել անմիջական շփումներից եւ երկար ժամանակ պահպանել գաղտնիությունը։ Նշված թմրամիջոցների վաճառքից ստացված գումարները ստացել են տարբեր վճարային եղանակներով, տեղադրել են թաքստոցներում եւ դրանց գտնվելու վայրի կոորդինատները ուղարկել են գնորդներին։ Նշենք նաեւ, որ վերջինիս նկատմամբ դեռևս 6 տարի առաջ խափանման միջոց ընտրվել էր կալանքը, սակայն վերջինս թաքնվել էր իրավապահներից եւ հայտարարվել էր հետախուզում։ Դեռևս 2020 թվականի հունիսի 19-ին Երևանի 40-ամյա բնակիչը հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար ներգրավել է որպես մեղադրյալ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 266-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերի հատկանիշներով վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափան միջոց է կիրառվել կալանքը։ Միջազգային համագործակցության արդյունքում տղամարդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից։ 20 թվականի նոյեմբերի 14-ին Երևանի 40-ամյա բնակիչը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է, վերջինիս նկատմամբ կիրառվել է էքստրադիցիոն կալանք, իսկ 2026 թվականի մայիսի 6-ին վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին եւ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Ներկայացված մեղադրանքում Երևանի 40-ամյա բնակիչը իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, որի պայմաններում վերջինս վերաբերյալ վարույթի նախաքննությունը ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավորական հսկողություն իրականացնող դատախազին դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Իրավապահ մարմինները շարունակում են միջոցներ ձեռնարկել հանցավոր կազմակերպության մյուս անդամների գործողություններին լիարժեք իրավական գնահատական տալու եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հերթական բացահայտումներին անդրադարձել է մեր լրագրող Էլիզա Գալուստյանը։ Ցավոք, ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի Վարդավառի տոնը առանց հանցավոր միջադեպերի չանցավ։ Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվեց կրակոցներով, վիրավորներով եւ աղմկահարույց տեսանյութով, որը շատ արագ տարածվեց համացանցում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով եւ գլխարկով տղամարդը ատրճանակը ձեռքին մոտենում մեկ այլ տղամարդու եւ կրակում նրա ոտքին։ Այնուհետև նույն անձը մի քանի կրակոց է արձակում ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո մեքենան վրաերթի է ենթարկում հենց կրակոցներ արձակած տղամարդուն։ Ըստ մեզ հասած տեղեկությունների միջադեպը սկսվել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, վթարի ենթարկված մեքենաների վարորդների եւ նրանց ուղեկցող անձանց միջև։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված մի քանի ավտոմեքենաներ, կրակոցի հետքեր, ինչպես նաեւ կացինի պոչ, գլխարկներ, հողաթափեր եւ արնանման հետքերով այլ առարկաներ, որոնք արգրավել են որպես հնարավոր իրեղեն ապացույցներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը վարում է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբգիրի քննչական բաժինը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանության փորձի եւ խմբակային խուլիգանության հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ միշտորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն ինչպես հայտնի է, տեսանյութում կրակոցներ արձակող անձը դեռևս կալանավորված չէ։ Այս պահին նախաքննությամբ գործով հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Թե ովքեր են իրականում կրակոցների հեղինակները, ինչ դերակատարում է ունեցել միջադեպի յուրաքանչյուր մասնակից եւ արդյոք քրեական պատասխանատվության կենթարկվեն տեսանյութում երևացող բոլոր անձինք, ցույց կտա նախաքննության հետագա ընթացքը։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կենտրոն հեռուստաընկերության եթերում կարևոր է իմանալ էջն է, որի շրջանակում մենք ներկայացնում ենք հենց քաղաքացիների կողմից ներկայացվող խնդիրները եւ փորձում դրան տալ իրավական գնահատական կամ եթե հնարավոր է լուծում իրավական դաշտում։ Եվ հենց այդ նպատակով այստեղ մեր տաղավարում հրավիրում ենք նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց եւ փորձում հնարավորինս օգտակար լինել մեզ դիմող քաղաքացիներին։ Եվ այսօր այդ նպատակով մենք հյուրընկալել ենք փաստաբան Մանյա Մաթևոսյանին, շնորհակալ եմ եւ բարև ձեզ։ Շնորհակալ եմ, բարև ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերն ընդունելու համար եւ առաջարկում միանգամից լսել քաղաքացու խնդիրը եւ հասկանալ, թե այսօր այս տաղավարում ինչ քննարկում ենք ունենալու։ Մեծ սիրով։ Մեզ դիմող քաղաքացի նահազանգում է նշելով, թեև մինչև սեպտեմբերի 1-ը ժամանակ է տրված ինքնակամ շինությունները գրանցելու համար, տվյալ դեպքում անձը գտնվում է դատական գործընթացի մեջ իր հարևանի հետ։ Վերջինս ձեռքբերման վաղեմության հիմքով դիմել է դատարան, տվյալ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով։ Այս իրավիճակում առաջանում է խնդիր։ Քաղաքացին գտնում է, որ չի կարող ներկայումս չափագրել եւ ներկայացնել ավտոտնակը սեփականության իրավունքի գրանցման կամ որպես ինքնակամ հաշվառելու համար, հաշվի առնելով, որ առկա է ընթացիկ դատական վեճ։ Հարց է առաջանում, արդյոք դատական գործընթացի ավարտից հետո կարող է նա իրականացնել այդ գործողությունները, նույնիսկ եթե մինչև սեպտեմբերի 1-ը սահմանված ժամկետը բաց թողնված լինի, օրինակ հիմնավորելով դա դատական գործի առկայությամբ։ Եվ առհասարակ նմանատիպ դեպքերում ինչ պետք է իմանան այն քաղաքացիները, ովքեր ունեն ինքնակամ կառույցներ եւ միաժամանակ ներգրաված են դատական գործընթացներում։ Շնորհակալություն, Տիկին Մանյա, քաղաքացին ներկայացնում է մի իրավիճակ, որը երկու դատական գործերից է թերևս բաղկացած։ Մի գործով հարևանը պահանջում է սեփականության իրավունքի ճանաչում ձեռքբերման վաղեմության ուժով, մյուս դեպքում քաղաքացին ունի ժամկետ եւ հենց այդ ժամկետում պետք է ինքնակամ կառույցը փաստորեն տանի եւ օրինականացնի, գրանցի թերևս օրինականացնելու համար, սակայն զրկված է այդ գործընթացից, որովհետեւ կարելի է ենթադրել, որ այն մյուս գործի շրջանակում հայցի ապահովման միջնորդությունը երևի թե բավարարվել է։ Այն ինչ գործողություններ կարող է անել եւ արդյոք դա հիմք կարող է լինել հետագայում բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասով։ Նախ եւ առաջ ասեմ, որ մեկը մյուսի հետ կապ չունեցող գործեր են։ Դա կապ չունի, որ քաղաքացին դիմել է ձեռքբերման վաղեմության ուժով եւ ցանկանում է վերենշված գույքի նկատմամբ ճանաչել իր իրավունքը։ Այստեղ ամենակարևոր պայմաններից մեկը նա է, որ կողմը պետք է առանց սպասելու դիմի օրենքով նախատեսված ինքնակամ կառույցի նկատմամբ
իր իրավունքը գրանցել եւ մեկը մյուսին չխանգարող պայմաններ են։ Իհարկե միանշանակ նաեւ հետևի դատական կարգավիճակը ինչպես է անցնում, դատական պաշտպանության կամ որպես երրորդ անձ գույքի նկատմամբ իր իրավունքների վերաբերյալ ներկայացնի նաեւ միջնորդություն եւ երկու պայմաններում էլ մասնակցի գործողությանը եւ դատական պաշտպանությանը եւ մյուսին։ Այսինքն ընդհանրացնեմ, այսպես, դատական գործընթացը չի կարող խանգարել, որպեսզի օրենքով նախատեսված ժամկետները բաց չթողնի եւ դիմի համայնքին եւ ինքնակամ կառույցի նկատմամբ իր իրավունքները գրանցի։ Շատ լավ, եկեք մի փոքր քաղաքացուն ուղղորդող քայլերի հաջորդականություն ներկայացնենք։ Այն քայլերը, որոնք կարևոր են քաղաքացու համար, երբ նա որոշում է կայացնում, որ իր ինքնակամ կառույցը պետք է տանի գրանցի օրինականացում տալու համար, օրինականացնելու նպատակով։ Ինչպես արդեն անդրադարձա, որ պարտադիր պայման է, որպեսզի հողի նկատմամբ գրանցված լինի իր իրավունքը, սեփականություն, օգտագործում կամ վարձակալություն։ Եթե այդ պայմանը իր մոտ պահպանված է, ապա ինքնակամ կառույցի օրինականացման համար առաջնային պարտադիր է չափագրում, երկրորդը շինության հատակագից եւ երրորդը տեխնիկական արդեն պայմաններից ելներով հարկավոր է եզրակացություն։ Արդյոք շինարարական նորմերին համապատասխանում է թե ոչ։ Այդ երեքը ձեռք բերելուց հետո դիմում է համայնքին, եթե համայնք է, եթե քաղաքապետարան է, գյուղապետարան է, դիմումով ներկայացնելով իմ ներկայացրած բոլոր փաստերը եւ համայնքը որոշում է արդեն ինքնակամ կառույցի նկատմամբ տալ օրինականացում։ Երբ տալիս է, որ արդեն իսկ որոշված ինքնակամ կառույցը օրինակելի է եւ կարող է գրանցել, վերջինը արդեն դիմում է կադաստրի կոմիտե։ Շատ լավ, իսկ եթե այնուամենայնիվ չի բավարարում, եթե այնուամենայնիվ չի բավարարում, ապա ժամկետները առանց խախտելու զրկված չի դիմել դատական պաշտպանության։ Շատ լավ։ Մենք խոսեցինք իրավիճակից, երբ հողամասը փաստացի պատկանում է քաղաքացուն։ Իսկ երբ հողամասը քաղաքացուն չի պատկանում եւ քաղաքացին փաստացի ինքնակամ կառույց ունի այն հողամասի վրա, որը գտնվում է համայնքի սեփականության ներքո։ Բայց 10 տարի եւ ավել փաստացի այդ հողամասի վրա ինքնակամ կառույց է ունեցել, ապրել, գազամատակարարման, ջրամատակարարման, հոսանքի պայմանագրեր կնքել եւ ապրել այդ տարածքում։ Ուրեմն այս պարագայում օրենքը հստակ է եւ ասում է, եթե պետության հողի վրա է կառուցվել, ապա ինքնակամ կառույցի նկատմամբ օրինականացում հնարավոր չէ։ Այս պայմաններում քաղաքացին զրկված չէ արդեն իսկ օգտվել քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներից, այսինքն ստիրապետում, ձեռքբերման վաղեմության ուժ, փաստացի եւ ինչու՞ չէ, երբ որ մենք դիմում ենք դատական պաշտպանությամբ, նաեւ հարց ենք դնում, եթե դուք սեփականատեր եք, ապա ինչու դուք ժամանակին չեք դիմել եւ ժամկետները բաց եք թողել, չէ՞ որ ձեր կողմից է սխալ տեղի ունեցել եւ 50-60 տարի քաղաքացին ապրել է ձեր սեփական հանդիսացող հողատարածքի վրա կամ ինքնակամ կառույց է նա ստեղծել, որի նկատմամբ դուք որևէ գործողություն չեք արել։ Այսինքն սա նույնպես օրենքը տալիս է ուժ, որը արդեն իսկ ոչ թե ինքնակամ կառույցի վերաբերյալ պետք է դիմել համայնքին եւ համայնքի որոշմամբ առաջնորդվել, այլ այս պայմաններում արդեն դիմում ենք դատական պաշտպանության, ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչում ենք քաղաքացու սեփականության իրավունքը։ Շատ լավ, ես մի հուշում եմ ձեր թույլտվությամբ ուզում տալ մեր քաղաքացիներին, նման դեպքերում ուշադրություն դարձրեք եւ փորձեք ձեռք բերել նաեւ ապացույց այն մասին, որ օրինակ ձեր հարևանը ունի քաղաքապետարանի կողմից տրված թույլտվություն կամ քաղաքապետարանը հաստատել է իր նախապատվության իրավունքը եւ հողամասը հատկացրել է իրեն, որևէ պատճառաբանություն չի նշել մերժման մեջ, դա կարող է համանման իրավիճակում հանդիսանալ նույն համանման գործի բաղկացուցիչ մաս եւ դատարանը տեսնի, որ եթե կողքի այսպես կան տարածքներ, որոնցից մեկով քաղաքապետարանը տվել է այդ իրավունքը եւ մյուս դեպքում մերժել է, ապա դուք կարող եք օգտվել հենց համանման իրավիճակում վարչական մարմնից նույն որոշումն ակնկալելու իրավունքից, որը որ պետք է վարչական մարմինը տարձես։ Ես առաջարկում եմ խոսել այն բոլոր դեպքերից, երբ օրինակ գրեթե բոլոր քաղաքապետարանի կողմից ուղարկված պատասխաններում, մերժման որոշումներում մատնանշված է, որ այն տարածքը, որի վերաբերյալ քաղաքացին խնդրում է
տրամադրել իրեն կամ նախապատվության իրավունքը ճանաչել եւ տրամադրել, այդ բոլոր դեպքերում մատնանշում է, որ դրանք գտնվում են ընդհանուր օգտագործման տարածքներում 67 հոդվածի սահմանափակման տակ, այն ինչպես մենք հասկանանք, վերջի վերջո դա ճիշտ է, ճիշտ չէ, ինչ փաստաթղթեր քաղաքացին պետք է ձեռք բերի, որպեսզի ապացուցի, որ իրականում չկա 67 հոդվածի սահմանափակում եւ ինչպես է դատարանում նմանատիպ դեպքերում դատարանը կողմնորոշվում։ Այո, ուրեմն այս պայմաններում կարող եմ ասել, ինչպես մենք բոլորս արդեն գիտենք, ունենք հստակ քարտեզագրում, հա։ Քարտեզագրում, որը քարտեզագրմանը, եթե մենք արդեն պահանջում ենք քաղաքապետարանից եւ ասում ենք, խնդրում ենք մատնացույց արեք, որ սա իրոք պատկանում է պետությանը եւ կարմիր գծերի շրջանակներում ես իրավունք չունեի իմ ինքնական կառույցը օրինականացնել, սա հստակ տալիս է մեզ արդեն այն պատասխանը, ինչը որ մենք ցանկանում ենք եւ ուզում ենք, բայց ես ուղղակիորեն չասեցի, հա, թեկուզ եթե ինչու ձեռքբերման վաղեմության ուժը ինչ է, հա, ասում մեզ, ասում է 10 տարի բարի խիղճ բացահայտ անընդմեջ տիրապետել թեկուզ այդ գույքի սեփականատերը մեկ այլ անձ է, բայց չէ որ այս պայմաններում քաղաքապետարանը նույնպես իր նախաձեռնությամբ հրաժարվել է արդեն իսկ իր սեփականությունից, թեկուզ պետական, հա, պետության հող, բայց 20, 30, 40, 50, 60 տարի որևէ գործողություն չի կատարել եւ նա չի դիմել եւ չի պահանջել քաղաքացուց, որ ինչու ես, ասենք, իմ սեփականությունը հանդիսացող հողատարածքի վրա ինքնական կառույց ստեղծել։ Այս պայմաններում բնականաբար արդեն անցնում ենք միանշանակ դատական պաշտպանության։ Եվ ինչպես արդեն դուք հուշեցիք, այստեղ շատ կարևոր է ապացույցներ ձեռք բերելը։ Այսինքն այն փաստերը, որը կհիմնավորի, որ քաղաքացին իրոք բարեխիղճ բացահայտ անընդմեջ 10 տարի դիրապետել է վերը նշված գույքը։ Սա տարբեր բաներ են։ Այսինքն ըստ էության մենք ունենք երկու եղանակ։ Ինքնական կառույցների նկատմամբ օրինականացումը ավելի հեշտ է, եթե պահպանել ես արդեն իսկ այն պայմանը, որ հողի սեփականատերը հանդիսանում եք դուք, թեկուզ ըստ էության օգտագործման իրավունք, վարձակալության իրավունք, սա արդեն մի պայման է, որով հիմնավորվում է, որ դուք անօրինական չեք գործել, այսինքն հողը ձերն է, միայն ինքնական կառույցն է ձեր կողմից իրականացվել, իհարկե նաև նշեցի, որ պարտադիր է չափագրում, եզրակացություն եւ այս ամենը պետք է լինի լիցենզավորված ընկերությունների կողմից։ Պարտադիր լիցենզավորված ընկերությունների դուք կարող եք գտնել կադաստրի կոմիտեի պաշտոնական էջում եւ բնականաբար պրոֆեսիոնալ անձանց դիմել։ Այո, դա շատ կարևոր է։ Այդ ամենը արդեն փաթեթը ձեռք բերելուց հետո դիմումով դիմում է, իհարկե կարող եմ ասել, որ ինքնական կառույցների նկատմամբ նաև տուգանք է սահմանում, իհարկե ոչ անպագորգորթվել, բայց այնտեղ կան սիմվոլիկ ինչ-որ գումար, որը նաև նույնպես բռնագանձման ենթակա է լինում։ Շատ լավ, ես առաջարկում եմ մի տարածված խնդրի մասին եւս խոսենք եւ համարենք, որ ինքնական կառույցների մասով կարողացանք անհրաժեշտ եւ առաջնային տեղեկատվությունը հասցնել մեր քաղաքացիներին։ Խոսեցինք այն բոլոր դեպքերից, երբ փաստացի եւ հողամասը փաստացի չէր պատկանում քաղաքացուն եւ ինքնակամը կամ հակառակը, իսկ այն դեպքերը, երբ փաստացի հողամասը վարձակալությամբ հանձնված է քաղաքացուն, բայց քաղաքացին օրինակ ավտոտնակը գնել է եւ ունի սեփականության վկայական, այսինքն գույքը անշարժ պատկանում է քաղաքացուն, հողամասը ոչ, վարձակալության հիմունքներով է տիրապետում եւ օգտագործում, հիմա ցանկանում է որպեսի նաեւ հողամասը որպես սեփականություն տնօրինի։ Այստեղ ինչ գործիքակազմ պետք է օգտագործվի։ Այս պարագայում եթե ունի արդեն իսկ վարձակալության պայմանագիր, ապա ինչ է նախապատվությունը, հա? Ունեմ վարձակալության պայմանագիր եւ ունեմ իր վրա արդեն կառուցված ավտոտնակ։ Քաղաքացին պարտադիր պետք է եւս դիմումով դիմել քաղաքապետարան կամ համայնք, գյուղապետարան կլինի անկախ նրանից, որ համայնքին է պատկանում եւ ըստ էության ներկայացնելով իր վարձակալության պայմանագիրը եւ այն, որ որևէ խախտում իր կողմից չի կատարվել, այսինքն վարձակալություն բնականաբար նաեւ ըստ էության սահմանում է որոշակի գումար վճարել, հա, պետությանը։
Եվ քանի որ արդեն իսկ կա ինքնակամ կառույց եւ իր կողմից կառուցվել է եւ նաեւ տարին շատ մեծ նշանակություն ունի, Ոչ թե ինքնակամ, այլ մենք փաստեցինք, որ նա ունի սեփականության վկայական։ Ներողություն ուզում եի նաեւ անդրադառնալ ինքնակամ, որը արդեն իսկ օրինականացված եւ ունի սեփականության իրավունք, այդ դեպքում պետությունը տալիս է նրան նաեւ այդ իրավունքը կամ տալիս է սեփականություն կամ երկար տարիներ անժամկետ օգտագործում, դե բնականաբար սեփականության համար նաեւ նախատեսում է օրենքով նախատեսված գումարային չափ, որը պետք է պարտադիր քաղաքացու կողմից վճարվի։ Եվ այդ հարցը կարգավորվում է ժամանակ ներկայացված կադաստրային արժեքով հաշվարկում, որը պետք է քաղաքացին հստակ հասկանա։ Ընդ որում ես ուզում եմ ուշադրություն դարձնել այն քաղաքացիները, ովքեր դիմում են օրինակ 2024 թվականին, սակայն դատական գործընթացների մեջ են ընկնում եւ վերջի օրինակ 2027 թվականին են հասնում որոշման, այստեղ ուշադրություն դարձրեք, որ շատ կարեւոր է դիմել դատարանին եւ խնդրել, որպեսզի դատարանը սահմանի կադաստրային այն արժեքը, որ արժեքը գործել է դիմումը ներկայացնելու պահի դրությամբ։ Դա կարևոր հանգամանք է, որովհետեւ ինչպես մենք գիտենք, կադաստրային արժեքները ամեն տարի փոփոխվում են, բարձրանում են եւ քաղաքացին այստեղ կարող է ֆինանսական լուրջ վնասներ ունենալ։ Եվ ցանկանում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ այն հարցին, որպեսզի քաղաքացիները շփոթության մեջ չընկնեն։ Դատական պաշտպանությունը դա այլ է։ Դատական պաշտպանությունը չի խանգարում, որ օրենքով նախատեսված դու քո գործողությունը կատարես։ Այսինքն դիմես քաղաքապետարան, դիմումով եւ այլն եւ այլն։ Եթե ինչ որ առաջանում են հարցեր, դա արդեն իսկ դատարանի կամ քաղաքապետարանի որոշումն է, բայց թեկուզ դուք այս ժամանակաշրջանում ոչ ժամկետ եք խախտում եւ ոչ էլ ըստ էության ձեր իրավունքները ոտնահարվում են։ Կարող են կասեցվել, կարող է որևէ գործողություն կատարվել, բայց ըստ էության ուզում եմ ասել, մի սպասեք, հա, այն պայմանին սպասեմ, թող դատարանը իր գործողությունները կատարի, հետո ես իմ գործողությունը կատարեմ։ Զուգահեռ երկուսը պարտադիր պետք է կատարել։ Այո։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր հրավերն ընդունելու եւ այսչափ կարեւոր տեղեկատվությամբ մեզ հետ կիսվելու համար։ Վստահ եմ, որ մեր քաղաքացիներին կարողացանք օգտակար լինել եւ գոնե թե հուշել այն առաջնային քայլերը, որոնք պետք է այս պահին կատարվեն։ Կրկին շնորհակալություն, կհանդիպենք, վստահ եմ, եւ մեծ սիրով պատրաստ եմ քաղաքացիներին տալ իմ կողմից խորհրդատվություններ։ Շատ լավ։ Շնորհակալություն հայտնելով մեր հյուրին, ուզում եմ մատնանշել, որ այնինչ որ այստեղ խոսում ենք եւ քննարկում, ձեզ համար կարեւոր է իմանալ։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։